Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել վիճակագրական թվերից այն կողմ գտնվող մարդկային ճակատագրերը։ Մեր այսօրվա հյուրը մի մարդ է, ում պատմությունը շատերի տանջափ հուզելու է։ Գայանեն փոքր տարիքում եղբոր հետ հայտնվել է մանկատանը եւ կորցրել նրա հետ կապը։ Այսօր Գայանեի միակ երազանքը եղբորը նորից գրկելն է։ Մինչ կսկսենք մեր զրույցը Գայանեի հետ, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն ձեր մեծ ներդրումն եք ունենում հաղորդման զարգացման գործում, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայնման եւ լուծումներ գտնելու հարցում։ Գայանե ջան, բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր հրավերի համար։ Գայանե ջան, պետք է խնդրեմ, պատմեք, թե փոքր տարիքում ինչու եւ ինչպես հայտնվեցիք մանկատանը։ Նախ նշեմ, որ ամեն ինչ սկսվեց այն կետից, երբ 3 տարեկան հասակում, երբ որ ես 3 տարեկան էի, մեր ծնողները ամուսնալուծվեցին եւ հենց այստեղից էլ սկսվեց ամբողջ պատմությունը։ Եվ այդ դեպքից հետո ես եւ եղբայրս գնացինք մեր մայրիկի հետ մեր ճանապարհով, որտեղ էլ հենց սկսվեց ամեն ինչ։ Սկզբում մենք բնակություն հաստատեցինք Դիլիջան քաղաքում, որտեղ էլ հենց ծագեցին բոլոր դժվարությունները, ինչը ստիպեց մայրիկիս մեզ ժամանակավորապես տանել մանկատուն, ինչի համար ես թերևս չեմ կարող մեղադրել նրան, որովհետև կյանքի ամեն ինչ կարող է պատահել, պետք չէ մեղադրել ոչ ոքի, պարզապես պետք է ամեն ինչից դասեր քաղել եւ դրանք յուրացնել եւ օգտագործել օգուտ մեզ։ Այնպես էր, որ բաժանումից հետո մայրիկիս մեզ երեքիս շատ փորձեր արեցին մորս հայրական ընտանիքը օգնելու թե ֆինանսապես, թե բնակարանի տրամադրում, սնունդի եւ այլն, սակայն չգիտես ինչու չեմ հիշում ինչպես մենք հայտնվեցինք Դիլիջան քաղաքում, այնտեղ տուն էինք վարձակալել, երևի թե ստիպեց հենց այդ տան պայմանները, որը ոչ այդքան հարմարավետ կարող էր լինել մեր տարիքի երեխաների համար, այնտեղ պատուհաններն էին ճաքճքված, ձմեռված սրտին քամի ներխուժում էր տուն ու ոչ մի կերպ չէինք կարող ջեռուցել տունը, բացի այդ ունեինք սննդի խնդիր, հագուստի, քանի որ մայրս ինչ հարցերով ընդհարված էր իր ծնողների հետ, դե հայրիկիս կողմից այդ ընթացքում ոչ մի օգնություն չունեինք, չէինք ստանում։ Մայրս չէր աշխատում, քանի որ չէր կարող համատեղել մեր խնամքը աշխատանքի հետ։ Դուք 3 տարեկան էիք։ Ես 3 տարեկան էի։ Եղբայրն ավելի շուտով կլրան։ Հա, եղբայրս ավելի փոքր։ Իսկ այդ տարիքից ինչ որ ջերմ հիշողություններ ունեք մանկությունից։ Իհարկե, յուրաքանչյուր հիշողություն եղել է շատ ջերմ, քանի որ կախված է եղել ընտանեկան միջավայրից, մեր ընտանիքից, այն երեկոներից, երբ մենք ընտանիքով նստած թեկուզ ընթրում էինք, թեկուզ խաղեր էինք խաղում, թեկուզ երբ հայրիկս մեզ համար հեքիաթ էր պատմում։ Այսինքն ձեր մեջ հիշողություններ մնացել են, փոքր եք եղել, բայց իհարկե զարմանալի է ինչ դեպքերում, բայց մինչև այժմ 2 տարեկանից սկսված ամեն ինչ հիշում եմ, չգիտեմ դա լավ է թե վատ, բայց ամեն դեպքում հիշում եմ։ Իսկ երբ որ արդեն տեղափոխվեցիք մանկատուն, փաստորեն մայրը ձեզ ժամանակավոր էր մանկատուն տարել հետո վերցնելու պայմանով, թե այդպես ձեզ էր ասվել, որ ժամանակավոր է։ Մինչև մանկատուն գնալը նախ նշեմ, որ մեզ մեծ աջակցություն է հայտնել Դիլիջանի քաղաքապետը, ես չեմ հիշի նրա անուն ազգանունը, բայց գիտեմ, որ նա շատ հարցերում օգնություն է տրամադրել մեզ,
օրինակ առաջին հերթին թեկուզ սննդով, թեկուզ վառելափայտով այդ ժամանակ այդ բնակարանում մենք կարծեմ ճիշտ եմ հիշում, փայտ էինք վառում։ Բացի դրանից Դիլիջան քաղաքում չգիտեմ հիմա կա թե ոչ, մենք եղել ենք այսպես էր կոչվում սանատորիա, չգիտեմ հիմա ինչպես է կոչվում կամ այն ժամանակ 20 տարի վաղեմություն ունեցող սանատոր, չգիտեմ հայերեն ինչպես կարող են անվանել այդ կառույցին կամ այդ հաստատությանը, բայց այդտեղ հաճախում էին անապահով ընտանիքի երեխաները ժամանակավորապես, այդտեղ շատ լավ պայմաններ կային, երեխաները շատ ուրախ էին այդտեղ, չէր կոչվում անկատուն, երևի դրա համար երեխաների հոգեբանության մեջ խնամքի կենտրոն էր։ Այո, խնամքի կենտրոն։ Հոգեբանության մեջ դրական էր տպավորվում։ Այսինքն այդտեղ են դրական է տպավորվել։ Մինչև մանկատունը այդտեղ ենք եղել մենք։ Երևի մի 2 ամիս դա ֆինանսավորում էր Դիլիջանի քաղաքապետարանը, եթե չեմ սխալվում։ Այդպես դրանից հետո, քանի որ այլևս հնարավոր չէր երևի ֆինանսավորումը, քանի որ այնքան շատ երեխաներ կային այդ ժամանակ անապահով եւ նրանց նույնպես պետք էր օգնել, մայրիկս ստիպված մեզ ժամանակավորապես տարավ մանկատուն եւ այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Ինչպես բաժանվեցիք մայրիկից, կհիշեք։ Իհարկե կհիշեմ։ Մենք տաքսիով էինք գնում այդ մանկատուն, որը գտնվում էր Վանաձոր քաղաքում։ Երբ ճանապարհին էինք, մայրիկս մեզ ասաց, որ տանում է այնպիսի տեղ, որտեղ կան շատ երեխաներ, չէ որ դուք շատ եք սիրում ընկերներ ունենալ եւ նրանց հետ խաղալ, այնտեղ ունենալու եք շատ խաղալիքներ, սնունդ եք ունենալու, հագուստ եք ունենալու, պարզապես մի որոշ ժամանակ մայրիկը ձեզ հետ չի լինելու, ձեզ կխնդրեմ չտխրեք եւ անպայման սպասեք, ես ձեր հետևից կգամ։ Այդպես, երբ մենք մոտենում էինք մանկատան դարպասներին, դարպասներ էին ու չգիտեմ ինչի այդ պահին ասեցի, մայրիկ, բայց ախր դու մեզ բանտ ես բերել։ Եվ եղբայրս այդ պահին սկսեց լացել։ Չգիտեմ ինչու այդ պահին իմ մեջ առաջացավ այդ զգացումը, որ կարծես բանտ ենք ընկել։ Ու անցանք այդ դարպասների միջով մեզ այնտեղ հյուրընկալեցին աշխատակիցները, ովքեր սկզբից էլ մինչև վերջ բավականին ջերմ են եղել մեր հանդեպ։ Մայրիկս բերել էր մեր հագուստները, սակայն ասացին, որ դրա կարիք չկա եւ մենք ամեն ինչով կապահովենք ձեր երեխաներին։ Ու հեռացավ, հիշում եմ, երբ հեռացավ եղբայրս եւ ես շատ արտասվեցինք, քանի որ գիտակցում էինք, որ սա բաժանում է, որը որ տևելու է բավականին երկար ժամանակ, դա եղբորս, բայց իմ մեջ թերևս կար զգացում, կար այսպես ասած հույս։ Ես զգում էի, որ ես շուտ տուն կվերադառնամ, բայց եղբայրս շատ ծանր էր տանում այդ բաժանումը, կարծես ինչ որ ներքին զգացողություն ուներ, ներքին տագնապ ուներ այդ թեմայի շուրջ։ Իսկ հետո մայրիկը այցելության գալիս էր, նրա հետ կապը պահպանվում էր, թե այդպես էլ այլևս չտեսաք նրան։ Մայրիկս գալիս էր, ինչպես նաև այցելում էին մեզ մորական տատիկս, պապիկս, մայրիկս միշտ էր գալիս։ Նա փորձում էր այդ ընթացքում աշխատանք գտնել, երբ չէր հաջողվում, ամեն անգամ ինչ որ պարտադիր ինչ որ մի բան կբերեր իր հետ, թեկուզ կոնֆետ, թեկուզ ինչ որ ցանկացած քաղցր բան, տորտ, որը մենք այդ ժամանակ շատ ենք սիրում, սակայն չէր հասնում մեզ։ Երեխաներից չէր հասնում սովորաբար։ Մի օր մայրիկս եկավ տիկնիկով ու ավտոմեքենայով, խաղալիք ավտոմեքենայով։ Մենք շատ ուրախացանք, թերևս հիմա շատ կտխրեինք, երբ իմանայինք, որ այդ
խաղալիքները գնվել են այն բանից հետո, երբ մայրիկս հանձնել է արյուն, որպեսզի կարողանար մեզ համար խաղալիքներ գնել։ Այդպես։ Իսկ հաջորդիվ այդ հանդիպումները, բաժանումները ավելի ցավոտ չէին լինում, այսինքն ամեն այցից հետո չէիք խնդրում մայրիկին, որ ձեզ իր հետ տանի, այնուամենայնիվ փոքր երեխաներ եք եղել եւ այդքան էլ լավ չէիք կարող պատկերացնել, հա, ինչ է նշանակում սոցիալապես անապահով վիճակ, խնդիրներ։ Փոքր երեխային դա դժվար է բացատրել։ Երեխային թվում է, որ մայրը իրեն թողեց գնաց, իրեն չի տանում, ուրեմն չի սիրում, չի ուզում։ Ինչպես էր այդ հաջորդիվ այդ հանդիպումները, բաժանումները տեղի ունենում։ Ծանր, միանշանակ ծանր, չէ որ ծնողի հետ բաժանումը աշխարհում ամենացավոտն է։ Ծանր էր, քանի որ բացի մեր մայրիկից մենք բաժանվել ենք նաև մեր հայրիկից։ Բաժանումը ավելի շատ ծանր տանում էր եղբայրս։ Ես հույս տվողի դերում էի այդ ընթացքում, փորձում էի ինքս ուժեղ լինել, որպեսզի եղբորս օրինակ ծառայի եւ որպեսզի նա չտեսներ իմ արցունքները, իմ էմոցիաները։ Ես միշտ թաքուն պահում էի իմ ներսում կամ գնում էի թաքուն ինչ-որ միտեղ արտասվում էի, հետո գնում էի եղբորս մոտ, տեսնում էի, որ ինքն էլ է այդ պահին արտասվում, հետո ժամանակ էր լինում, երբ որ երկուսով էինք արտասվում։ Եղել են օրեր, երբ նա մանկատան օրերով հաց չի կերել իր ապրումների պատճառով, իր զգացածի։ Ասում են դժվարությունները ստիպում են երեխաներին ավելի արագ մեծանալ, ինչը ձեր դեպքում այդպես էլ եղել է, հա։ Դուք ինքներդ այդ ժամանակ ունեիք աջակցության կարիք, բայց փաստորեն այնքան եք հասունացել այդ խնդիրների պատճառով, որ փորձել եք, երևի խոսքը 4, մաքսիմում 5, հա, տարեկան երեխայի մասին է, որը փաստորեն իրենից փոքր եղբորը փորձել է հույս տալ եւ զգացմունքները թաքցնել։ Սպարտավոր էի, որովհետեւ ուրիշ տարբերակ չկար։ Նույնիսկ խաղերի միջոցով փորձում էի կերակրել նրան, մի կերպ ամեն ինչ անել, որպեսզի նա հաց ուտեր, չթուլանար, չհուսահատվեր, իր մեջ ուժ գտներ պայքարելու։ Ես նրան միշտ հուսադրում էի, ասում էի, որ մեր մայրիկը կգնա, ամենից շատ կարոտում էր իր մայրիկին։ Այդ էր պատճառը, որ երբեք ես մանկատան նրա դեմքին, նույնիսկ խաղալուց, նույնիսկ նվերներ ստանալուց երբեք ժպիտ չեմ տեսել։ Ձեր եղբոր մասին է։ Այո։ Եվ իհարկե դժվարությունները մարդուն, երեխաներին դարձնում են էլ ավելի մեծ, էլ ավելի արագ են մեծացնում նրանց։ Մայրիկն էլ էր արցունքներով բաժանվում, թե ինքն էլ չէր տալիս։ Իհարկե։ Որս համար շատ ծանր էր մեր բաժանումը, բայց ունեինք այն ինչ ունեինք եւ կյանք է, ամեն ինչ պատահում է, պետք է հաղթահարել ցանկացած իրավիճակ։ Գայնա ջան, իսկ մայրիկի հետ կապը կա մինչ այսօր, որտեղ է մայրիկը։ Իհարկե, մինչև որս մայրիկի հետ կապը կա, հիմա մայրիկս արտագնա աշխատանքի է Ռուսաստանի Դաշնությունում, աշխատում է որպես խոհարար։ Կապը կա ամեն օր, ամեն ժամ, մենք միշտ խոսում ենք միասին։ Այսինքն ֆինանսապես կարողանում է ինքը ձեզ ապահովել, բայց ֆիզիկապես ձեր կողքին չէ։ Ֆինանսապես ոչ, քանի որ ֆինանսականի խնդիր չունենք, ֆինանսապես ավելի լավ է ինքը հիմա իրեն օգնի, որովհետև դա իրեն ավելի շատ անհրաժեշտ։ Բայց ինչը վերաբերվում է ֆիզիկապես իմ հետ լինելու հարցին, այո, լավ չէ, որ իհարկե ծնողը ընդհանրապես երեխայից հեռավորության վրա է գտնվում, բայց մենք պետք է հարմարվենք մեր կյանքում եղած դժվարությունների հետ, մինչև հաղթահարելը։ Բայց դուք ցավոք ունեցեք եւս մեկ կորուստ չասեմ, բայց եւս մեկ դաժան փորձության ենթարկվեցիք։ Դուք մանկատանը կորցրեցիք նաեւ ձեր եղբորը, որովհետև նրան որդեգրման տարան։ Ինչպես ստացվեց, ով տվեց այդ թույլտվությունը կամ դուք տեղյակ էիք, որ նրան որդեգրելու, ինչպես այդ դեպքը պատմությունը եղավ։ Ես մինչև վերջել չեմ հասկացել, որ նրան որդեգրում են, մինչև չգնացի տուն, չլսեցի այդ խոսակցությունները եւ
մի քանի տարի անց նոր հասկացա, թե ինչ է նշանակում որդեգրում, ինչ է դա իրանից ներկայացնում։ Մանկատանը երևի թե արդեն 4 ամիս էր ինչ ապրում էինք, երբ մանկատուն այցելում էին բարերարներ, ովքեր ընտրում էին երեխաների, այդ ձգով որը որ որդեգրեց եղբորս, ընտրեց հենց նրան ու հաճախ երևի 1 ամսվա մեջ 5 անգամ նրանք եղբորս տանում էին մանկատնից դուրս, այդպես ժամանցի վայրեր էին տանում, խաղալիքներ էին գնում, հագուստներ էին գնում եւ հետ վերադարձնում մանկատուն։ Իհարկե այդ ամենը կատարվում էր մորս թույլտվությունից հետո, երբ նա ստորագրում էր փաստաթուղթը, որպեսզի թույլտվություն տար նրանց դա անելու։ Տեղյակ չեք եղել այնուամենայնիվ, չեք պատկերացրել, որ նրան տանելու են, կտրելու են ձեզանից, բայց մայրը տեղյակ եղել է, որտեվ իր թույլտվությամբ պետք է, չէ՞, որդեգրումը կատարվեր։ Գիտեք, կա խոսակցություն, եւ ես եւս հիշում եմ, որ երբ այդ դեպքը եղավ, երբ մայրս իմացավ, որ եղբորս որդեգրել են, նա շատ բարձր ձայնով լացում էր եւ ասում էր, որ ես այդ թուղթը չեմ ստորագրել։ Ես ստորագրել եմ թույլտվության թուղթ, որով թույլատրել եմ երեխայիս ժամանակավորապես մի քանի ժամով դուրս գալ դարպասներից դուրս։ Այսինքն հերթական թուղթը ստորագրելուց երևի Հավանաբար չի էլ նկատելի չէ ստորագրում, փաստորեն այդպիսով տրվել է համաձայնությունը եւ եղբորը ձեր անունը եղբոր Գևորգին փաստորեն որդեգրել են։ Այո։ Եվ այդ պահից սկսած դուք վերադարձել եք ընտանիք։ Եղբորս որդեգրեցին, հաջորդ օրը տատիկս պապիկիս հետ միասին եկավ, որպեսզի մեզ տուն տաներ, տեսավ, որ եղբայրս չկա, միայն ես եմ։ Եվ տուն գնացի միայն ես։ Եվ այդ պահից սկսած բոլորով փնտրել եք ձեր եղբորը։ Այդ պահից սկսված փորձել են գտնել նրան երևի թե 2 տարի, որը որ այդպես էլ չստացվեց, մայրիկս հետո շատ տեղեր է դիմել եղբորս վերադարձնելու համար, սակայն ունեինք այնինչ ունեինք, ստորագրված էր եւ եղբայրս էլ հավանաբար արդեն Հայաստանում չէր ու անհնար էր ինչ որ մի բան փոխելը։ Կարծում եմ, չնայած նրան, որ շատ փորձեր են կատարվել դրա համար, մինչև անգամ սպասիր ինձ ենք դիմել, սակայն ոչ մի արդյունքի չենք հասել այդ 2 տարիների ընթացքում։ Այսօր ինչ ունենք։ Ես տեղյակ եմ, որ կարծես թե ձեր եղբորը վերջապես գտել եք։ Ինչպես որտեղ է նա երևի թե անկեղծ ասած ես էլ չեմ պատկերացնում մինչև հիմա, որովհետև շանսը, որ կարող էի գտնել, եթե հիմա դիտում եմ այդ տեսանկյունից 2% է, եթե ոչ 1։ Ինձ օգնել է շատ բարի անձնավորություն, ես մինչև իմ կյանքի վերջ գաղտնի կպահեմ։ Եթե չլիներ նա, ես վստահաբար եմ ասում, ես երբեք չէի գտնի նրան։ Եվ տա Աստված, որ նման բարի ու սրտացավ մարդիկ աշխարհում շատ լինեն։ Կարելի է դուք դիմել եք «Սպասիր ինձ» հաղորդաշարին եւ դրանից հետո հնարավոր եղավ գտնել ձեր եղբորը։ Բայց խոսել եք արդյոք եղբոր հետ, եղբայրը տեղյակ է ձեր մասին, թե դեռ ձեր հանդիպումը չի կայացել։ Ես կուզենայի նշել, թե ինչպես ես գտա նրան։ Ճիշտ է, «Սպասիր ինձ» հաղորդաշարը շատ մեծ դերակատարում է ունեցել եղբորս գտնելու հարցում։ Նա եկել է, նկարահանել է ռեպորտաժ։ Այդ ռեպորտաժի շնորհիվ ես հասա արդյունքին։ Բայց «Սպասիր ինձից» զատ ես արդյունքին հասա իմ ընտանիքի աջակցության շնորհիվ, ովքեր ամեն կերպ հուսադրում էին, այսպես ասած կողքից բզում էին, ասում էին մի ամաչի, ոչինչից պետք չի ամաչել, հատկապես ամուսինս շատ մեծ սատար է եղել ինձ համար։ Ու բացի ընտանիքից ինձ հետ եղել է մի ամբողջ ազգ, որոնց յուրաքանչյուրին հատ առ հատ ես ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել։ Գայլը որտեղ է հիմա ձեր եղբայրը։ Խոսել եք նրա հետ, թե դեռ ոչ։ Եղբայրս հիմա Իտալիայում է։ Իտալիայի քաղաքացի է, խոսում է իտալերեն, փաստորեն նրան որդեգրողները եղել են իտալացիներ,
շատ լավ անձնավորություններ եւ ես հասցրել եմ ինչ որ թեկուզ կարճ ժամանակով շփվել նրանց հետ, 3 եմ չէ դեռ ծանոթացել, բայց շատ մեծ կարծիք եմ կազմել, այո, շատ մեծ կարծիք եմ կազմել այդ ընտանիքի մասին եւ նույնիսկ հրավիրել եմ մեր տուն Հայաստան, որպեսզի անձամբ տեսնեմ նրանց եւ շնորհակալությունս հայտնեմ, որ նման մակարդակով, նման խելացի, դաստիարակված անձնավորություն են մեծացրել իրենց ընտանիքում։ Ձեր հանդիպումը եղբոր հետ տեսակապով էր, չէ՞, ինչպես կայացավ ձեր հույզերը, էմոցիաները։ Երբ ես գտա նրան, ավելի շուտ այն մարդը, ով ինձ ասաց, որ կարող է ինձ օգնել, ես այդ ժամանակ ասեցի, պետք չի ձեր ոչ մեկի օգնությունը, գրեցի այդպես, որովհետև ամբողջ օրվա ընթացքում ես տանում եմ հազարավոր նման նամակներ ու կոտրվում եմ, ասաց, որ ոչ, ես հենց այն մարդն եմ, ով այսօր քեզ կօգնի եւ դու վերջապես կգտնես նրան, ասացի, դե լավ, փորձեմ այս անգամ էլ կոտրվել եւ նա ուղարկեց եղբորս նկարը փոքր ժամանակվա, երևի նա 5 տարեկան էր։ Ես չեմ հիշում ինչ ապրումներ ունեցա, չեմ կարող նույնիսկ բառերով նկարագրել, որովհետև 18 տարի սպասումից հետո ինչ որ արդյունքի հասնել, ինչ որ նկար ստանալ նրանից, դա ուղղակի չեմ կարող բառերով նկարագրել, ինչ էմոցիաներ եմ ապրել։ Երևի մինչև 6 ժամ, 7 ժամ ես ուղղակի դողացել եմ ու արտասվել ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս, ես ուղղակի շոկի մեջ եմ, չեմ պատկերացնում ինչպես եմ կարողացել գտնել նրան։ Ձեր եղբայրը արդեն մեծ հասուն տղա է դարձել, նրա հետ կարողացաք շփվել, ասացիք, որ նա իտալերեն է խոսում, բայց կարողացաք որոշակի մտքեր փոխանակել թարգմանության օգնությամբ, թե եւ ինձ հետաքրքիր է նա ինչ որ հիշողություններ ունի մանկությունից, կարողացել է ինչ որ բաներ հիշել, թե ոչ։ Ես գրեցի նրան եւ շատ կարճ ժամանակ չանցած ինձ արձագանքեց, վստահ էի, որ մոռացած կլինի ինձ, բայց նա ինձ գրեց իմ փոքրիկ քույրիկ, ինչպես կարող էինք այսքան երկար դադարից հետո վերջապես գտնել իրար, ինչպես դու դա արեցիր, ես փորձել եմ շատ անգամներ, սակայն ինձ մոտ այդպես էլ չի ստացվել։ Առաջին հարցը, որ տվեցի նրան, միթե դու ինձ հիշում ես։ Նա պատասխանեց, ես բոլորից շատ ամենաշատը քեզ եմ հիշում ու ամենաշատը քեզ եմ կարոտում, ինչպես կարող էի մոռանալ, եթե նույնիսկ քո անունը չեմ մոռացել։ Այսինքն նա էլ է ունեցել հիշողություններ, նա էլ է փորձել գտնել ձեզ, չի մոռացել։ Ոչ միայն ինձ, այլ իր ծնողներին, իր կենսաբանական ծնողներին։ Նա նույնիսկ հայերեն ինչ որ բառ էր հիշում, ձմերուկ, ասում էր, ես հայերենից ոչ մի բան չեմ հիշում, այն ձմերուկ բառն եմ հիշում, որովհետև երբ փոքր ժամանակ մայրիկի հետ անցանք շուկայի մոտով, այնտեղ ինչ որ մարդ կանչում էր ձմերուկ, ձմերուկ, էժան ձմերուկ, երբ ես ուզում էի ուտել այդ ձմերուկից, որպեսզի մայրիկը գներ, նա գումար չուներ, հենց այդտեղից տպավորվել էի եւ մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ այդ բառը։ Հարցրեցի նրան, իսկ դու հիշում ես մենք շատ էինք պաղպաղակ սիրում, շատ էինք ուտում պաղպաղակ, ասաց, իսկ դու գիտես, որ մենք առաջին անգամ երբ պաղպաղակ էինք կերել 2 տարեկանում, դա եղել է կապուչինոյի համով։ Փաստորեն հիշում էր փաստորեն։ Նրա հիշողությունը ավելի գերազանցեց իմ հիշողությանը, երևի դա գեներով փոխանցված ինչ որ հատկություն է։ Փաստորեն նրա որդեգիր ծնողներն էլ դեմ չեն ձեր կապի վերամիավորմանը, ձեր կապին, հա։ Ավելին ասեմ, նրանք շատ ուրախ են եւ ես հենց այսպես էլ կբնութագրեմ այն ծնողներին, ովքեր իսկապես սիրում են իրենց երեխաներին, նրանք կանեն ամեն ինչ, կգնան ամեն քայլի միայն թե իրենց սիրելի զավակներին երջանիկ տեսնեն։ Եվ պայմանավորվել եք ձեր եղբոր հետ հաջորդ թիվ ավելի հաճախ շփվել։ Իհարկե դա առանց պայմանի, դա հենց սպասում եք նրան Հայաստանում։ Հրավիրեց մեզ Իտալիա, իմ ամբողջ ընտանիքին, սակայն քանի որ Հայաստանում ես որոշակի գործեր ունեմ, կարևոր, ինչպես եւ իմ ամուսինը, չենք կարող մեկնել Իտալիա մոտակա կարճ ժամանակի ընթացքում, որոշեց ինքը գալ Հայաստան եւ ինքը հանդիպել առաջին հերթին հետ։ Հիմա աշխատանքի անցել, խնդրել է աշխատավայրում, որպեսզի արձակուրդ տրամադրեն եւ շատ շուտ անպայման
կգա Հայաստան։ Իսկ ձեր ծնողներին, մայրիկին եւ տատիկին, պապիկին հայտնել եք լուրը արդեն, իրենք եւս տեղյակ են։ Ցավոք սրտի պապիկս հիմա չկա, սակայն երևի ամենաշատը կցանկանար այսօրվա ներկա լիներ։ Նա շատ մեծ ցավ է ապրել այդ դեպքից հետո եւ մինչեւ իր մահ երևի իր սրտում այդ ցավը տարել է ու չի կարողացել ներել ծնողներիս։ Իսկ մայրիկը եւ տատիկը Մայրիկս ասացի, հիշում եմ, որ ուղղակի նա լացում էր, չէր կարողանում խոսել, ես իր հետ տեսակապով էի կապնվել, տատիկս նույնպես շատ հուզված էր, չէր հավատում, մինչև հիմա էլ զանգում է, ասում է, արդյոք դու ճիշտ ես, ո՞նց կարելի էր, ո՞նց ես գտել, նա Իտալիա, դու Հայաստան, ո՞նց ես գտել, ասում տատիկ, ունենք այն ինչ ունենք, ուրախացի, պարտադիր չի իմանանք մանրամասները, ուրախացի ու խնդրեց նկարներն ուղարկել։ Այդպես համոզվեց։ Բանավոր չեք կարողանում շփվել, չէ՞, եղբոր հետ, միայն գրավոր թարգմանիչների օգնությամբ թարգմանության։ Նա խոսում է նաև անգլերեն, իտալերենից բացի, ես եւս խոսում եմ անգլերեն, սակայն դեռևս չենք խոսել բանավոր, ժամանակ չենք ունեցել։ Տեսակապով դեռ չէ։ Անդադար գրվել են երեք երևի մինչև առավոտ ժամը 6-ը մենք խոսել ենք, բայց դեռ տեսակապով չենք կապնվել։ Հուսամ այսօր կկապնվենք, որովհետև դա ավելի կարծում եմ հաճելի կլինի մեզ։ Ձեր կյանքին նոր սկիզբ է սա, հա, փաստորեն։ Նորից նոր կյանք եք սկսում, վերագտել եք ձեր, չգիտեմ, նույնիսկ ինձ մոտ հիմա բառերը չեմ կարողանում ճիշտ ընտրել, որովհետև ինձ մոտ էլ այդ ոգևորությունը մեծ, փաստորեն իրոք հիմա ձեր եղբոր հետ նոր կյանք կսկսեք։ Գիտեք, որքան էլ կողքից թվա, որ ես երջանիկ եմ, այո, ես իսկապես երջանիկ եմ, ես ունեմ հրաշալի ընտանիք, ինձ սիրող ամուսին, հարգող ծնողներ, փառք Աստծո առողջ երեխաներ, ամեն դեպքում ես ինձ երբեք լիարժեք երջանիկ չեմ զգացել, քանի որ ինձ մոտ չէր իմ իմաստնիկը։ Իսկ այսուհետ ես կլինեմ ամբողջական մարդ ու կշարունակեմ կյանքը արդեն լիարժեք երջանիկ։ Այս 18 տարիները ինձ սովորեցրեցին պայքարել եւ երբեք չհանձնվել այդ ճանապարհին։ Ես խորհուրդ կտամ բոլորին պայքարել եւ երբեք չհուսահատվել, որովհետեւ որտեղ կա սեր, այնտեղ կա հաղթանակ եւ իմացեք, որ սերը երբեք չի մարում ժամանակի ու տարածության մեջ, այն միայն քեզ ավելի ուժեղ եւ ավելի պայքարող է դարձնում։ Դե Աստված տա արդեն կարողանաք այն տարիները, որ բաց եք թողել, այն ինչ որ չեք կարողացել ապրել ժամանակին, հիմա ավելի մեծ սիրով ապրեք։ Երևի մի ամբողջ կյանք չի հերիքի, որպեսզի ես նրանից առնեմ իմ կարոտը։ Հուսով եմ ձեր հանդիպումը շատ շուտով կկայանա եւ մենք էլ կունենանք տեսանյութ այդ հանդիպումից։ Այո, իհարկե, սպասենք իհարկե։ Շնորհակալ եմ շատ անկեղծությունցի համար եւ ձեզ շուտ ապույտ հանդիպում եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ անկեղծությունցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը Գայանեն էր, ով փոքր տարիքում հայտնվելով մանկատանը կորցրել էր կապը եղբոր հետ եւ կարողացել էր նրան վերագտնել միայն 18 տարի անց։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։ Նախագծի գործընկերն է Ձերժավա ընկերությունը։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։